Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես պետք է մտնում ինձ դոզա փոխեմ։ Ես մտնում եմ։ Մենք ասի փոխածել ավելի է։ Ես ասի կոմես։ Արգելից բայց դու պաստաբանի գործնության արգելից բաղ ենք ասում ենք եթե ավելի է բանը եք ասում դու քերի կարող փոխանցել ես չեմ եկել մեկ է դիալոգի մեջ մտնել ես եկել եմ արտիրավունք պաշտպան ներեք հիմա կասնենք այո, ասում եմ ես քննիչ ինձ ասի։ Դա թե բաց այսօր աշխատում այս շենքը։ արմեր Չէ, ասեք աշխատում է թե չի աշխատում։ Սպասում ենք Կարող է չի աշխատում, շենքը դուք եք շենքը պահում եք։ Հիմնարկ աշխատում է։ Չէ, հարցնում եմ։ Կոնֆլիկտային չեմ հարցնում։ Հիմնարկ աշխատում է թե ոչ։ Գրասենյակ աշխատում է։ Ինչ նորություն կա, Հարգենս, որ Սրբազանի գտնվելու վայրից նորություն չկա, մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացել գլխավոր դատախազություն, մենք հնչական կոմիտեին գրություն ենք ներկայացրել, տեսեք, այս իրավիճակի աբսուրդայինը ես ասեմ իբրև փաստաբան, որպես փաստաբան, նման աննախադեպ sense մասշտաբային իրավունքի խախտման չեմ հանդիպել։ Տեսեք ինչ մի հատ պարադոքսալ բան ա կատարվում։ Մարդկանց առօրյաց բերել են այստեղ, քահանաներին եւ նաեւ աշխարհիկ անձանց բերել են այստեղ։ Իբրև վկա, քանի ժամ է այստեղ հիմա արդեն 16:00 է։ Առավոտյան ժամի 8:30-ից բերել են այստեղ։ Հիմա տեսեք, իբրև վկա են այդ մարդիկ, չեն թողնում փաստաբանները մուտք գործեն, ուղղակի չեն թողնում։ Բերել ենք որդու կողմից դիմում, որով ասում է իմ հայրիկի իրավունքները պաշտպանեք, ասում է գնացեք Մամիկոնյաց հասցե մուտք արեք։ Այդ դիմը մուտք արեք այնտեղ։ Տեսեք պարադոքսալ վիճակը, երբ որ իրավաբանական օգնությունը դա անհետաձգելի առաջի գործողությունն է, որ մարդը պետք է ստանա սահմանադրորեն դրա իրավունքը ունի։ Եվ մարդու իրավունքների պաշտպանի ԱԱԶ-ն գտնվել մեր գործընկերներից Ֆարմանյան Մարինեն, հետագա կապի մասին տեղեկություն չունեմ, հետադարձ կապի մասին։ Դե հետադարձ կապ թե ինչ է եղել տարագարձականքման խումբը ինչու էսպես դանդաղում, դրա մասին տեղեկություն չունեմ։ Տեսեք, խնդիրը ինչու՞մն է կանում։ Ամենածանր եւ նողկալի հանցագործություն կատարած անձը ունի պաշտպանության իրավունք։ Այս տարական իրավունքները հոգեվորականների դեպքում ուղղակի խախտվում են։ Ես չեմ կարծում, որ այս լկտիությունը, որը թույլ է տրվում քննչական մարմնի կողմից, ուղղակի սա լկտիություն է, ուրիշ բառով չեմ կարողանում բնութագրել։ Ես ինքս էլ քննիչներին խնդրեցի, ասի հասկանում եմ իրավիճակը, մի բան եմ խնդրում, օրենքի սահմաններից դուրս չգաք։ Եվ սա շատ վատ վերաբերմունք է, ու սա մեր երկիրը տարիներով հետ է գցելու։ Լավ, մենք խոսում ենք սկզբնական փուլում մեզ հաջողվեց մտնել խոսել, իրանք ասեցին, որ հոգեվորականներին որպես վկա են հրավիրել, հետո պարզեցինք, որ հոգեվորականները իրենց կամքով չեն եկել, այսինքն նրանց բերման են ենթարկել, քննիչների մեքենաներով հրավիրել են այստեղ, այդպիսի բան տեսել եք, եւ հիմա հոգեվորականները դուրս չեն կարողանում գալ։ Եվ վստահ եմ, որ հիմա տեղում ինչ-որ գործողություններ են իրականացնում։ Հեռախոսները այո, արգրավել են, վերցրել են ոչ միայն իրանց, ընտանիքի բոլոր անդամների հեռախոսները։ Եվ այս խայտարակությունը պետք է վերացնել ուղղակի։ Քաղաքացիականներից քանի ոգի է բերման ենթարկվել։ Ես 3 հոգու մասին գիտեմ, ավելի մասին չգիտեմ։ Ես հիմա շատ բաներից է տեղյակ չեմ, որովհետև հիմա այստեղ եմ, այս հարցերով ենք զբաղված։ Հիմա մենք փորձել ենք մուտք գործել ներս, հիմա կխոչընդոտեն, խոչընդոտման համար էլ դա ուրեմն հիմա այստեղ կարդամ, հաղորդման մեջ էլ ենք ներկայացրել, որպեսզի մեր ոստիկան գործընկերներն իմանան, որ դա ինչ հանցագործություն է դա։ Ում տեսեք։ Փաստաբանի լիազորությունը իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով, ազատությունից զրկման ցանկացած վայր, փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով։ Հիմա մեր վստահորդների փաստացի ազատությունից զրկված են, որտեղ իրանք չեն կարողանում իրենց կամքով դուրս գալ։ Ես պատահական չէ, այստեղ մեր հարգելի գործընկերների մոտ ասում են, որ պատշաճ փաստաթղթերով գնում են վստահորդի մոտ տեսակցեմ իրեն։ Հիմա եթե իրենք սա չեն համարել եւ էլի խոչընդոտել են, իրանք գիտեն, ամեն մեկը ինքն է ընտրում իր պատասխանատվության չափը։ Ես հիմա դրա համար կրկին հնարավորություն տվեցինք, որ իրենք փորձեն քննիչի հետ մեր կոնտակտը ստացվի, եթե
հետադարձ կապը չի լինի, ես փորձել եմ մուտք գործեմ, որ ոստիկան ինձ խոչընդոտի, այդ ոստիկանն էլ կդառնա այս ամեն ինչի պատասխանատուն։ Թող իրենք որոշեն քննիչների եւ մեր միջև հայտնվելու իրենց պատասխանատվության մասին։ Տեսեք, էլի քիչ առաջ էլի քահանայի անուն տվեցին, որ բերում են այստեղ։ Քիչ առաջ ասացին, որ քահանաներից մեկը տանը չեղե, որդուն են փորձել բերման ենթարկել, հետո քահանայի հետ կապ են հաստատել, ես կգամ։ Այս տիպի սպառնալից աշխատանքներ են կատարվում։ Օրը ցերեկով առաջինը քրիստոնեություն առաջին ընդունած պետության տարածքում։ Այս պահին ես մտնում եմ Տեր Մկրտիչ Երանյանի շահերի պաշտպանության համար։ Հիմա սպասենք, մի քանի րոպե սպասենք եւ